Էլինար Վարդանյան։ Սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք կառավարության ծրագրի 2024 թվականի ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ Այսպիսի գեղեցիկ, գունավոր գրքույկով ներկայացվել է զեկույցը, բայց թե ինչպիսին են եղել այդ արդյունքները, ըստ էության պետք է հարցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացուց։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին 2024 թվականի ծրագրի կատարման արդյունքները զգացել է իր կյանքի եւ կենցաղի վրա։ Օրինակ հարցրեք կառավարության շենքի մոտ ակցիաներ իրականացնող տնտեսվարողներին, ինչպես է 2024 թվականի ծրագրի արդյունքները անդրադառնում իրենց վրա։ Հարցրեք թոշակառուին, որ վճարում է գույքահարկ իր ծնողներից կամ միգուցե տատեր պապերից ժառանգած գույքի համար։ Հարցրեք ինչպես է անդրադառնում այս ծրագրի արդյունքները իր կյանքի եւ կենցաղի վրա։ Հարցրեք տնտեսվարողից, ով հարկերի վճարումը սահմանված ժամկետից ուշ վճարելու համար 0.4%-ի փոխարեն այլևս վճարում է տույժ 0.075%։ Հարցրեք փաստաբանների բարձրացված սակագներով ծառայություններից օգտվող քաղաքացիներից։ Հարցրեք առաջիկայում հաշվապահների ծառայություններից ավելի թանկ գնով օգտվողներից։ Եթե շուտով նույն համառությամբ էլ փոխվի վարչական դատավարության օրենսգիրքը, կհարցնեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, որոնց վերաբերյալ կկայացվի վարչական ակտ եւ իրենք վիճարկելու համար կասեցման հնարավորություն չեն ունենալու։ Այսինքն սիրելի քաղաքացի, այդ նախագծով սկզբում պետք է վճարես, հետո վիճարկես, հետո ինչքան դատարանում գործի քննությունը կշարունակվի եւ եթե նույնիսկ դու ճիշտ էիր, հարց է թե քանի տարի հետո է քո վճարած տուգանքը քեզ հետ վերադարձվելու։ Կառավարության ծրագրի արդյունավետությունը զգում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, երբ ամեն օր կարդում է նորությունները։ Օրինակ կարդամ դրանցից մի քանիսը։ 14 ապրիլի 2025 թվական կրակոցներ Երևանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ 13 ապրիլ 2025 թվական կրակոցներ Երևանում հրազենային վնասվածքով Աստղիկ բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա։ 12 ապրիլի 2025 թվական Արտաշատում շուկայի հարևանությամբ մի խումբ երիտասարդների վիճաբանության ծեծկրտուքի հետևանքով պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ 5 ապրիլի 2025 թվական Երևանում դանակահարության հետևանքով մարմնի բազմակի վնասվածքներով ախտորոշմամբ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 44-ամյա տղամարդ, ոստիկանները ճշտում են դեպքի հանգամանքները։ Շատ եմ ցավում, բայց կարելի է այսպես երկար շարունակել այս նորությունների ցանկը։ Մի ընդհատեք։ Եվ այս ֆոնին մենք ուրախանում ենք, որ նախորդ տարի 2023 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերը նվազել են 434-ով կամ 1.1%-ով։ Իհարկե յուրաքանչյուր նվազումը ձեռք բերում է, բայց եկեք նայենք հանցագործությունների որակական կողմը։ Ուրեմն այս նվազման պայմաններում այնուամենայնիվ հանցագործությունների թիվը 40,232 է, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը աճել են 422-ով կամ 25.1%-ով։ Եթե նայում ենք մահվան ելքով հանցագործությունների վիճակագրությունը, ստացվում է, որ նախորդ տարի միջինում շաբաթական 1 մահ է եղել։ Սա շատ մեծ թիվ է, սա ահռելի թիվ է։ Չեմ խոսում ավտովթարների մասին, հայդեպ հանցագործության բացահայտման ցուցանիշն էլ ընդամենը 22.1% է։ Ճիշտ է 3.4%-ով բարձր է 2023-ից, բայց ընդամենը 22.1%։ Այս տարի մի մասնավոր դեպքով իհարկե տեսանք, թե այդ բացահայտումներից հավանաբար մի մաս եղանակով են տեղի ունենում։ 2025 թվականի մարտի 15-ին Վանաձորում տեղի ունեցած կողոպուտից հետո արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանությունում իրենց խոսքերով մշակել են, որպիսի դեպքը վերցնի իր վրա։ Եթե այսպես են բացահայտվելու գործերը, միգուցե ավելի լավ է չբացահայտվեն։
Իդեպ գալով արցախցիների հարցին, մի քանի օր առաջ հրապարակային դիմել էի ներքին գործերի նախարարին, գլխավոր դատախազին արցախցիների հանդեպ գեներացվող ատելության խնդրի վրա։ Այստեղ մի մեջբերում անեմ ծրագրից, հետո շարունակեմ։ Ծրագրում գրված է, որ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության եւ դրանից բխող 23-25 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվել են իրազեկման աշխատանքներ ոստիկանների, քննիչների, դատախազների, դատավորների, ինչպես նաեւ դատավորների թեկնածուների համար վերապատրաստումներ, իրավահավասարության ապահովման, խտրականության արգելքի, ատելության խոսքի դեմ պայքարի թեմաներով։ Հիմա բոլորի աչքի առջև տեղի է ունենում այլանդակ պրոցես, իսկ պատասխանատուների արձագանքը 0 է։ Դժվար չէ հետևել, թե որտեղից են կառավարվում ֆեյքերը կամ որտեղից են կառավարվում տարաբնույթ լրատվականներն ու մանր քարոզիչները։ Այդ հրեշավոր մեքենայի կառուցվածքի բացահայտումը իրավապահների համար հեշտ գործ է ու նաև շեշտում եմ, պարտականություն է։ Ինչ որ բան արվում է, խիստ կասկածում եմ։ Բայց հələ մեկը փորձվի նույն բառապաշարով խոսի իշխանության մասին։ Քրեական գործերը արտադրական այս հոսքագծի նման կշտամպավորվեն մեկը մյուսի հետևից։ Ուզում եմ կարճ անդրադառնալ բարեկային համակարգին, այո, համակարգի վրա մեծ ֆինանսական ներդրումներ է արվել, այո, համակարգը ինչ որ չափ կայանում է, բայց այնքան դեպքեր են տեղի ունենում, որ այնպես են հեղինակազրկում այդ համակարգը, որ դրանից հետո շատ դժվար է նորից վերականգնել վստահությունը։ Երբ պարեկը իրեն պահում է հասարակ փողոցային խուլիգանի նման, վարորդին մեքենայից քարշ տալով հանում է, այս դեպքում համակարգին մարդը ոնց է վերաբերելու։ Եթե վարորդը խախտում է արել, դրա համար կան ընթացակարգեր, հետևեք ընթացակարգերին։ Հա, ու մեկ էլ ոստիկանապետը արդարացնելու համար ասում է, որ ազդանշան է տվել, երբ վարչապետի Շարասյունը, իդեպ դա էլ մի ամբողջ բանակ է հիշեցնում, Շարասյունը պետք է անցներ, դրա համար ճանապարհը փակել էին։ Իրոք այդ մարդուն տվեք թող մի քանի որոշում կարդա, նոր այդպիսի հայտարարություններ անի։ Կարմիր բերետավորների մասին 3 ԿՊ պատգամավորներից մեկը հարց էր տալիս եւ ասում էր, որ ոստիկանները բռնություն կիրառելու իրավունք ունեն, հետո ուղղեց ասեց, որ ֆիզիկական ուժ գործադրելու իրավունք ունեն։ Այս միակ հարցում համաձայն եմ ԿՊ պատգամավորների հետ, ձևակերպման հետ ԿՊ պատգամավորի բռնություն են գործադրում։ Նախորդ տարի այդպիսի բռնությունների օրինակները բազմաթիվ են եղել, օրինակ կարմիր բերետավորները ԱԳՆ-ի մոտ, ազգային ժողովի մոտ, էլի մի շարք տեղերում բռնության մաստեր կլասներ են ցույց տվել, ընդհուպ միջև ձայնային նռնակներ։ Այսպիսի մաստեր կլաս ցույց են տվել նաև պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ։ Ես սպասում էի, որ այս ամբիոնից կհնչի պատասխանատվության ենթարկվածների մասին վիճակագրություն։ Չհնչեց, որովհետև չկա։ Քրեակատարողական ծառայության մասին այս տարի արդեն արձանագրվել է մահվան 8 դեպք, որից 4-ը ինքնասպանություն, 24 թվականի մահերը 12-ն էին։ Ինչ է ստացվում։ Պետական մարմինները սահմանափակում են մարդու ազատությունը, հաճախ առանց նրանց մեղքը ապացուցելու կամ միջև նրանց մեղքը ապացուցելը, վերցնում են այդ մարդու կյանքը իրենց պատասխանատվության տակ ու փաստորեն դա ոմանց համար կյանքի գին է ունենում։ Ու այս թվերը լուրջ ձախողման տագնապ են, կամ չեք կարողանում հաղթահարել, կամ ունակ չեք, կամ միգուցե չեք ուզում։ Կարելի է դեռ երկար թվարկել կառավարության ծրագրի կատարման արդյունքների հետ կապված խնդիրները, կոռուպցիա, չիրականացրած խոստումներ, վտանգներ, սպառնալիքներ, բայց գիտեք, մարդիկ ամեն ինչ լավ տեսնում են, իրենց առօրյա կյանքում էլ գնահատում են այդ արդյունքները։ Վերջում մի քանի անդրադարձ ճանապարհների մասին։ Գիտեք, արդեն հոգնել ենք այդ ասֆալտի վերաբերյալ դիֆերամբներից։ Մի հատ Երևանով մեքենայով գնացեք, էլի խրամատներ ենք հաղթահարում։ Մի անգամ աղով մշակել են բանը, սառած ճանապարհները, այսօր խրամատները հաղթահարելով գալիս ենք աշխատանքի։ Տիկին Ղազարյան, ամենայն հարգանքով ձեր կարգավիճակի հանդեպ փորձեմ հնարավորինս մեղմ ձևակերպել։ Այն, որ ընտանեկան բռնության օրենքի հետ կապված մի նախագիծ եք բերել, դա փոփոխության նախագիծ եք բերել, դա դեռ չի նշանակում, որ այս ամբիոնից բարեփոխիչի կեցվածքով պետք է խրատներ տակ։ Ուզում եմ հիշեցնել, որ ընտանեկան բռնության մասին օրենքը ձեզ ժառանգություն է հասել։ Ժառանգություն է հասել նախկիններից, այն ձեր չսիրած նախկիններից։ Եվ
մի փորձեք տպավորություն ստեղծել, որ օրենքի հեղինակը դուք եք, մի քիչ համեստ եղեք։ Հա մեկ էլ երբ այս ամբիոնի մոտ բռնության էին ենթարկում կին падգամավորի, այդ նույն կեցվածքով, որը մեկս ձեզանից արձագանք չլսեցինք։